Բարևձեզ հարգելի ագնդիրներ, հայրենիք լրատվական գեցոնեն գաղորդենք լուրերը։ Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովը կայացավ 11 և 12 ապրիլին Փարիզի մեջ, մասնակցությամբ 26 երկիրները ավելի քան 150 մտավորականներու, քաղաքական, հանրային և համայնքային գործիչներու։ Խորհրդաժողովը հանգամանորեն կնեց համազգային մարտահրավերներու և աշխարհակահաղական նոր իրողություններու պայմաններում մեջ Հայաստան Սփյուռք հարաբերություններու ներկա իրավիճակը և համահայկական օրակարգերու շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը։ 4 կետերը պահակացած օրակարգերուն շուրջ քննարկումներ են ետք, խորհրդաժողովը կատարեց համապատասխան հաստատումներ և ընդգծեց առաջնահերթությունները, ինչպես նաև այս ուղղությամբ առնվելիք գայլերը։ Խորհրդաժողովը հաստատեց, որ ներկա աշխարհակահաղական բարդ պայմաններում մեջ Սփյուռքի կենսունակությունն ու հզորությունը անկախտելիորեն կապված են մայր հայրենիքին։ Խորհրդաժողովը նաև մերժեց Երևանի գործող իշխանություններուն որդեգրած բարակդիչ և վանողական մոտեցումները։ Անհրաժեշտություն համարվեցավ իշխանություններուն ապազգային ուղեկիցին փոփոխությունը, պետության զարգացման ազգային պետական ուղեկիցի հաստատմամբ։ Խորհրդաժողովը ընդգծեց Սփյուռքի քաղաքական օրակարգի առաջնահերթությունները, Հայաստանի պետականության հզորացում, այս գծով ռազմավարության մշակում և գործադրություն, ինչպես նաև հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում։ Ինչ կվերապերի ազգային արժեքներու և հայ եկեղեցւոյ դերին Սփյուռքի հայկական ինքնության պահպանման մեջ, խորհրդաժողովը անհրաժեշտություն համարեց միասնական հակազդեցությունը ազգային ինքնության դեմ որևէ քայլի և գործողության և համախմբումը եկեղեցւոյ շուրջ։ Խորհրդաժողովը առաջնահերթություն համարեց Հայաստան-Սփյուռք ռազմավարական գործակցությունը, Հայաստան-Սփյուռք միասնական տարածքի ձևավորումը, արևմտահայերենի վտանգված ըլլալու բարական և Սփյուռքի դերակատարության բարձրացումը։ Խորհրդաժողովը նաև հրամայական համարեց սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակներու շուրջ, սփյուռքյան կառույցներու և գործելացևի արդիականացումը, գաղութներու միջև ուղղակի համագործակցությունը և ներուժի հետևողական ամրապնդումը։ Ընդգծվեցավ, որ Սփյուռքի վերակազմակերպման հոլովույթի մեջ կենսական է երիտասարդության լիարժեք ներգրավումը։ Ինչ կվերապերի Արցախին, ապա խորհրդաժողովը կարևորությամբ ընդգծեց, որ Արցախի հարցը կշարունակի օրակարգի վրա մնալ, ընդգրկելով գերիներու անհաբաղ ազատ արձակման հարցին հետապնդում, Արցախի ժողովրդին հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացում, բռնագրավված Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն, տեղահանված արցախցիներու Հայաստանի մեջ քաղաքացիական իրավունքներու պաշտպանության աշխատանքներ։ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան ընդդիմադիր ուժերուն հրապարակավ առաջարկեց միասնաբար կատարել ընտրություններուն վերահսկողությունը։ Սաղաթելյան նշեց, որ անկախ անգետ է ինչպիսի դարակարծություններ ունին ընդդիմադիր ուժերը, գոյություն ունին կարևորագույն օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական նշանակություն ունի, առաջարկելով, որ ընդդիմադիր ուժերը իշխանության ապօրինի արարքներուն և հալածանքներուն միասնաբար դեմ տնելու, ընտրություններուն վերահսկելու և քաղաքական բանտարկյալներուն ազատություն ապահովելու հարցերուն օրակարգով միասնական հանրային հավաք մը կազմակերպե։ Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեցավ Ֆրանսիայի ազգային ժողովի մեջ, ուր տեղի ունեցավ Ֆրանսա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ պատգամավոր Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք ենք մեր սարերը» պատկերավեպի և համանուն ցուցահանդեսի բացման
արարողությունը։ Ձեռնարկին ընթացքին անդրադարձ կատարվեցավ Արցախայության բռնի դեղահանության հետևանքներուն եւ ընդգծվեցավ ոչերի մասին դեղեցություններու շարունակական դարածման կարևորությունը։ Արցախյան պատվիրակությունը նաև այցելեց Փարիզի քաղաքապետարան, ուր հանդիպում ունեցավ փոխքաղաքապետ Օդրի Փուլվարի հետ։ Խորհրդակցություններուն առանց կգազմեցին Բաքուի մեջ աբորինի գերբով բանդարգված հայ քերիներու հարցը եւ Հայաստան ապաստանած արցախցիներու ընկերատնտեսական խնդիրներու լուծման հերանեկարները։ Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոնը հաղորդեց, որ մարդու իրավունքներու եվրոպական ադյանը 9 ապրիլին մերժած է Ադրբեջանի իշխանություններուն հերթական թիմումը վերացնելու համար միջանկյալ միջոցը, որուն հիմամբ Ադրբեջան կբարդավորվի բարբերաբար հաշվետվություն ներկայացնելու Բաքուի մեջ բանդարգված հայ քերիներու պայմաններուն եւ առողջական վիճակին մասին։ Եվրոպական ադյանը նաև Բաքուի իշխանություններուն բարդավորեցուցած է մինչև 31 օգոստոս ներկայացնելու հայ քերիներուն դեմ հրաբարակված վճիրներուն ամփոփակիրները, որոնք պետք է ներառեն վճիրները կայացուցած դատավորներուն հիմնավորումները, որոնք կառուցված պետք է լան ապացույցներու վրա։ Հոյիտը Հայաստանի երիտասարդական միությունը հաղորդեց, որ 24 ապրիլի առիթով ավանդական չահերթը 5 շաբթի 23 ապրիլին Երևանի ժամով երեկոյան ժամը 8-ին ընթացք պիտի առնե Հանրապետության հրապարակեն եւ պիտի ուղղվի Ձիձեռնագապերտ։ Չահերով երթը կխորհրդանշե պայքարը հանուն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման։ Բդածության դեմ պայքարի կոմիտեին աշխատակիցները Արդաշադի մեջ ուժեղ Հայաստան կուսակցության տարբեր գրասենյակներու մեջ խուզարկություններ կատարեցին եւ 14 անձեր պերմանենտ արգեցին բարեգործության արգելքի խախտման, ինչպես նաեւ գաշարք բաժնելու եւ ստանալու մեղադրանքներով։ Ավելի ուշ պերմանենտ արգվածներեն 12-ին դեմ խափանման միջոց կիրարկվեցան դնային գալանքը, քրավը եւ բացակայելու արգելքը, իսկ 2 անձեր ազատ արձակվեցան։ Նախապես ուժեղ Հայաստանի 2 անդամներ եւս ցերպակալված եւ ապա ազատ արձակված էին վարչական հսկողությամբ։ 16 օր բանդարգվել է ետք աշակերտ Դավիթ Մինասյան ազատ արձակվեցավ բացակայության արգելքով։ Հսկող դատախազին այս որոշումը հրապարակվեցավ քննչական կոմիտեին քրեական վարույթը ստանալ է ետք, որբեսի եզրակացությունը հաստատե եւ դատարան հանձնե։ Աննույն դատախազն է, որ քանի օր առաջ մերժեց Պաշտպան փաստաբաններուն թիմումը 18-ամյա աշակերտը ազատ արձակելու պահանջով։ Ան ապա որոշեց Մինասյանը ազատ արձակել։ Դեղին է նշել, որ Դավիթ Մինասյան գալանավորվեցավ Սուրբ Աննա եկեղեցվո մեջ Նիկոլ Փաշինյանը հարվածելու միտում ունենալու մեղադրանքով։ Արցախյան 44-օրյա պատերազմին ընթացքին անհետ գործված զինվորներու հարազատները փողոքի հավաք կազմակերպեցին ազգային ժողովին շենքին դիմաց եւ բանջեցին իրենց տրամադրել պատերազմին հարցով քննիչ հանձնախումբին զեկույցը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան զեկույցը ուղարկած է արխիվ եւ զայն հայտարարած գաղտնի ու ոչ հրապարակելի։ Հավաքին մասնակիցները բանջեցին, որ իշխանությունները բացատրեն, թե ինչու գաղտնի կբահեն զեկույցը։ Ընթացիկ դարվան առաջին 3 ամիսներուն ընթացքին Ադրբեջանեն Հայաստան ներազված է 5.8 միլիոն դոլարի արժողությամբ ցորեն եւ վարելանյութ, իսկ Ադրբեջան Հայաստանեն ապրանք ներազած է միայն 960 դոլարի։ Այս տվյալները հրապարակվեցան Ադրբեջանի պետական եկամուտներու կոմիտեին կողմէ, որուն համաձայն Հայաստանեն 960 դոլարի գնում կատարված է անցյալ ամիս
հոլանդական վարտեր ցերկ ցկելու համար։ Ադրբեջանի pedagogan եկամուտներու գոմիդենսական չբացահայտեց թե ով հոլանդական վարտեր գնաց է Հայաստանեն։ Մինչ այդ Հայաստանի pedagogan եկամուտներու գոմիդեն հայտարարեց, որ Ադրբեջան Հայաստանեն ապրանք ներածած չէ։ Եվրոպական խորհրդի մարդու իրավունքներու հանձնագետար Մայքլ Օֆլահերիտ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղեց նամակը, խորհուրդ տալով, որ հաստատվի օրենսդրությունը համապարփակ խտրականության վերաբերյալ։ Աննշեց, որ պետք է օգտվել արտարադատության նախարարության կողմէ պատրաստվող խտրականության կանխարգելման եւ պաշտպանության մասին օրենքի նախագիծեն եւ ստեղծել խտրականության թեմ ամուր իրավական համագարկմը, որ կհամապատասխանե միջազգային չափանիշերուն։ Հարգելի ակնթիրներ, մեր լրատվության ավարտին հարցազրույցը պիտի ունենանք քաղաքական մեկնաբան Գարեն Վրտանեսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Նիկոլ Փաշինյան Մոսկվա իր վերջին այցելութենեն յետք գբնթե որ հայ եւ ռուսական հարաբերությունները կգտնվին բարձր մակարդակի վրա եւ գճանա ընդդիմությունը մեղադրել հագարուսական քայլերով։ Ինչպես կբացատրեք Փաշինյանի այս չղային վիճակը եւ հասարակությունը մոլորեցնելու հերթական փորձը։ Ես դժվարանում եմ ասել իր վիճակը իրականում նյարդային է թե ոչ, թե ուղղակի այդպես խաղում է, ինքը շատ լավ դերասան է, բայց խաբելու ինչ որ պատասխանատվությունը իր վրայից մեկ այլ ինչ որ մեկի վրա գցելու, մեղավորներ նշանակելու գործում իհարկե Փաշինյանը հավասարը չունի, գոնե Հայաստանում ինքը բացարձակ չեմպիոն է մեղավորներ գտնելու, մեղավորներ նշանակելու, մեղադրանքներ ներկայացնելու, մտածածին կամ ուռճացված, մի խոսքով ինձ թվում է այս դեպքում մենք չենք կարող ասել ինչու է տենց ազնում։ Այդ մարդու նաև էությունն է, հա, խաբելը պաթոլոգիկ սուտասան է ինքը։ Շրջանի մեջ ընթացող պատերազմական գործողություններու պայմաններու մեջ Փաշինյան հայտարարեց, որ պիտի արագացնեն թրիպի ուղի գործնականացման քայլերը։ Այն բարակային, երբ իրանցիք հարվածած են թրացիային երկիրները, ուր ամերիկյան միավորումներ դեղագայված են։ Ինչպես կգնահատեք իշխանություններուն այս գույր համառությունը։ 8 տարի շուտով կլրանա 8 տարին ինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ այդ 8 տարվա ընթացքում նա սպասարկել է ում ասես շահերը բացի Հայաստանից։ Այսինքն Հայաստանը վտանգել է, որպեսզի սպասարկի Իլհամ Ալիևի, Էրդողանի, Թրամփի կամ մեկ այլ ինչ որ ուժի Եվրամիության եւ այլն շահերը Նիկոլ Փաշինյանի համար շատ նորմալ է։ Առավել եւս նախընտրական փուլում, երբ ըստ էության նա իր հենասյուներից մեկը իշխանության ու երաշխիքներից մեկը, որ ընտրություններին կարող է օրինակ դիմել ինչ որ ապօրինությունների, անօրինականությունների եւ արևմուտքում աչք փակեն, այդ երաշխավորողներից մեկը հենց Եվրամիությունն է, այնպես որ ինքը ամենուրեք դաշնակիցներ է փնտրում Հայաստանից դուրս եւ խանդավառությամբ, տենց մեծ եռանդով սպասարկում է իրենց շահերը։ Այն որ Հայաստանը կարող է հայտնվի հարվածի տակ, ինձ թվում է իրեն այդքան էլ չի մտահոգում, ավելին հաշվի առնելով, որ իր կառավարման մեթոդը անընդհատ կոնֆլիկտներ հրահրելն է, անընդհատ ինչ որ լարված իրավիճակ, նյարդային իրավիճակ, կռիվներ, ղալմաղալներ եւ այլն, կարծում եմ այս կոնֆլիկտներ, եթե Աստված մի արածցե ինչ որ նորից մի բան հրահրվի, ելի օգտագործելու է իր օգտին։ Նախընտրական արշավը չսկսած Փաշինյանական վարչակարգը արդեն իսկ սկսած է աննախընթաց հետապնդումներու քաղաքական անտիմատիր ուժերու դեմ, գադարելով զանգվածային ցերպակալություններ, առաջադրելով մտածածին մեղադրանքներ եւ հարուցելով քրեական գործեր։ Նման իրավիճակի մեջ կարելի է արդար ընտրություններով վարչակարգ փոխել եւ ինչ պետք է ընդդիմությունը հաջողության հասնելու համար։ Որևէ ավտորիտար ռեժիմ չի գնում ընտրությունների, եթե վստահ չի, որ հաղթելու է։ Եվ այդ հաղթանակի համար պատրաստ է ցանկացած ապօրինությունների, ցանկացած
չգիտեմ, օրենքը ծռելու, ցանկացած ինչ որ արտաքին ուժեր ներգրավելու, ինչը մենք տեսնում ենք, ըստ էության իրենք այսօր մեղադրում են, թե իբր Հայաստանը հիբրիդ սպառնալիքներ կա ակնարկելով Ռուսաստանին, բայց ըստ էության Եվրոպայի միջամտությունը ու նաև Ադրբեջանի, Թուրքիայի միջամտությունը Հայաստանի ընտրություններին ակնհայտ է, բայց իրենք դա չեն նկատում, հա։ Եկեք հասկանանք, արդյոք հնարավոր է այսպիսի ավտորիտար ռեժիմը, որը արդեն ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի, որ պատրաստ է դիմել քաղաքական բռնաճնշումների եւ այլն, այս ռեժիմին արդյոք այս ռեժիմը խաղալու է ազնիվ, հա, ընտրությունների ժամանակ, վստահ եմ, որ ոչ։ Եվ այսինքն հետեւյալն է, կապ չունի, մենք խոսում ենք ընտրությունների մասին, իմպիչմենտի մասին կամ ցանկացած այլ սահմանադրությամբ նախատեսված, հա, գործիքակազմի մասին, այս իշխանությունները եթե տեսնեն, որ պարտվում են, որ կա ռեալ շանս իշխանությունը կորցնելու, ինչ որ ապօրինությունների հաստատ դիմելու են։ Ու սա նշանակում է, որ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի նման զարգացումների։ Սա չի նշանակում, որ պետք չի գնալ ընտրությունների, պետք չի դիմել ինչ որ այլ օրինական միջոցների, չէ, ամբողջ գործիքակազմը պետք է օգտագործվի, բայց նաև պետք է պատրաստ լինել, որ իշխանությունը գնալու է ապօրինությունների, դիմելու է բռնաճնշումների, ազնիվ չի խաղալու, հա, ակնհայտ է դա, եւ ընդդիմությունը պետք է դրան պատրաստ լինի, այդ թվում բողոքներ կազմակերպելով, այդ թվում համակարգված միասնական ինչ որ պայքարի ճակատ ստեղծելու եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այս ռեժիմը այնպես է խրամատավորված արդեն իշխանությունում, որ ռեժիմը փոխելու ցանկացած գործողություն չի կարող լինել մեկ քայլանի։ Դա բարդ տարբեր գործողությունների համադրությամբ պետք է շարժում ինչ որ լինի։ Շնորհակալություն ցեզի։ Հարգելի ակնթիներ, մեր զրուցակիցներ քաղաքական մեկնաբան Գարեն Վրտանեսյանը։ Մեր հաղորդումը կպագենք հարաճիգա շաբաթ հանդիպելու խոստումով։ Ցտեսություն։